Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում, սիրելի հայ ազգ, սիրելի հայ ժողովուրդ, այսօր վաղ առավոտից մեր նկարանող խմբերը ուղիղ եթեր լուսաբանել են ինչպես անցավ Հայաստանի հրապարակում այս մեգա ֆանտաստիկ շքեղ զորահանդեսը 2016 թվականից հետո սա եզակի միջոցառում էր, որը տեղի ունեցավ եւ հիմա մենք գտնվում ենք Տիգրան Մեծ փողոցում ամբողջությամբ փակ է եւ այստեղ զորահանդեսից հետո տեխնիկան տեղակայվել եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանափակ հեռավորությունից իհարկե դիտելու, զգալու այն նոր ձեռք բերված սպառազինությունը, որը գնվել է 2018 թվականից եւ նշեմ ընդդիմադիր քաղաքական գործիչները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի աջակիցները նշում են, որ սա մուլյաժ է ընդամենը եւ արհեստական զորահանդես է կազմակերպել Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ քարոզաշավի շրջանակներում են։ Մենք կմոտենանք հիմա քաղաքացիներին եւ կփորձենք պարզել արդյոք համակարծիք են նման խոսույթի հետ թե ոչ։ Իդեպ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ անբարոյականություն է նման ծավալի զորահանդես անցկացնելը։ Ինչ են կարծում մեր քաղաքացիները, այս պայն մոտենանք եւ հարցնենք նրանցից։ Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։ Այս զգացողություններ ունեք, որ տեսնում եք մեր նոր Շատ լավ։ Ամեն ինչ շատ լավ է, շատ նորմալ։ Այդ տարբերությունը զգում եք մեր տեխնիկայից, սպառազինության համար։ Շատ։ Օրինակ նախկին իշխանությունները ասում են, որ մուլյաժներ են, ասում են իրական չի այս տեխնիկաները։ Մենք մեր անձեն աչքով տենում ենք, որ իրական է, ուրիշին ասածը չգիտեմ, հաշվի չենք առնում։ Սիրելի հայրենակիցներ, հիմա ձեր էկրաններին հետախուզ ռոբոտներն են անցնում։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։ Ինչպիսին զգացողություններ ունեք, ինչպիսին տրամադրություն ունեք հիմա։ Հպարտության զգացողություն եւ զգացողություն, որ իմ թորներն ավելի խաղաղ ու լավ երկրում են ապրելու։ Շնորհավոր բոլորիս տոնը։ Իսկ զգում եք տարբերությունը, որ Հայաստանի Հանրապետությունը բանակը արդեն ունի նոր սպառազինություն։ Ես դա միանշանակ եմ զգում, որովհետև անցել եմ հայկական բանակով։ Անհամեմատելի, անհամատեղելի, ոչ մի եզր, ոչ մի համեմատություն։ Սա աներևակայելի էր, համենայն դեպս 10 տարի առաջ, սա աներևակայելի էր։ Ես այդքան էլ շուտ չեմ դուրս եկել բանակից։ Աներևակայելի, անհամեմատելի, սա թույլ տվեք ասել հրաշքյա նման, որ մեր բանակը այսպես կարողանում է վերազինվել եւ ներկայանալ եւ տեսանք։ Այ որպես նախկին սպա, ինչպես կգնահատեք, օրինակ 3 նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասում է Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակը զրոյից սկսել է կառուցել, այլ դեպի զրոյական կետի է տանում։ Թույլ տվեք շատ չխորանամ, որովհետեւ ես բոլորի հետ ծառայել եմ, ինչ որտեղ դա կարող է դիտարկվել որպես իմ սուբյեկտիվ մեկնաբանություն։ Խնդրում եմ, թույլ մի տվեք։ Շատ լավ։ Իսկ օրինակ ինչպես կգնահատեք օրինակ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը հայտարարում էր, որ այսօր զորահանդես անցկացնելը անբարոյականություն է։ Դե ինչ ասեմ, բարոյական չեմ համարում, այդպես ասել է։ Իրեն խոսքերով, ես այդպես չէի ասի,
բայց իրեն խոսքերով ասած բարոյական չեմ համարի դա։ Այդպես ասել է։ Գնահատում եք խաղաղությունը։ Երևի ես բոլորից շատ գիտեմ խաղաղության արժեքը։ Չխորանամ, Վազգենն է ասել, մեր սպարապետը, մեր նախարարը, խաղաղությունը բոլորից շատ ես գիտեմ, որովհետև ես եմ շատ տվել, ես եմ շատ տվել տղաս եւ շատ եմ գնահատում։ Այսօր մենք առավոտվանից վաղ առավոտից ուղիղ եթերում աշխատում ենք, շատ հայրենակիցներ հիմա Սփյուռքում այս դիտում են եւ նաեւ իրանց էլ է հետաքրքիր օրինակ ձեր թորնիկին ինչ եք ներկայացրել, ինչ եք ասել, մի փոքր կխնդրեմ մանրամասը պատմեք, օրինակ ինչպես։ Ոչ, քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքն է։ Թորնիկս ինքն է տեսնում, հարցեր է տալիս, բացատրում եմ, համեմատում եմ։ Եվ հիանում ենք, ինքն էլ է հիանում, ինքն էլ է տեսնում։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե, շնորհակալություն ձեզ, լավ օր։ Շատ ուրախ ենք, որ մենք ունենք սենց լավ բան է, լավ, հպարտանում ենք, շատ լավ է։ Առաջ սենց բան մենք չենք տեսել կյանքում, ճիշտն ասած։ Շատ շնորհակալ ենք Սուրեն Պապիկյանը եւ մեր Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ Բաքվի Բերդից Ռուբեն Վարդանյանը ասում էր անբարոյականություն է, նման շքերթ կազմակերպել, նման զորահանդես։ Սխալ է ասում, շատ սխալ է ասում։ Շատ լավ է, շատ ուրախ ենք, շնորհակալ ենք։ Գնահատում եք խաղաղությունը։ Այս շքերթով կարելի ասել, որ սկիզբ է դրվում խաղաղությանը։ Այո։ Խնդրեմ նաև դուք ասեք, տարբերություն զգում եք, օրինակ Սերժ Սարգսյանի թիմը ասում է 2016-ի զորահանդեսն էր ամենալավը, իսկ Ռոբերտ Քոչյանի թիմակիցները ասում են, որ այստեղ տեխնիկա չկա, մուլյաժներ են բերել։ Սխալ են ասում։ Նայում ենք եւ հպարտանում։ Ոնց որ էսի ուրիշ է։ Ես էլ եմ ծառայել, ես էլ եմ տեսել։ Ոնց որ հիմա կայս զենք ու զրահը հզորություն է։ Իշքան շատ լինենք, հան մեր երկիրը հզոր կլինի։ Օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեք հայտնեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը զրոյական կետից բանակը կառուցել է, այլ դեպի զրոյական կետի է տանում։ Ինչպես կգնահատեք։ Չէ, հիմա առաջվա զենքերի հետ համատել չի լինի հիմակված այս զենքերը, որովհետև զգում ես հզորությունը, իշքան շատ լինի այնքան լավ։ Ես հպարտանում եմ մեր երկրով։ Այն որ դուք Սեյրան Օհանյանի հասցեին, կխնդրեմ ևս մեկ անգամ ասեք, հա։ Էլ եմ ասում պրոտեզնովա Սեյրան Օհանյան, ով բաբշի, կերավ, լապեց, իրանք ծախեցին, իրանք ամեն ինչն արին, իմ էլ գցում են, ես իմ ում վրեն։ Սեյրան Օհանյանը թող գնա երկու կնգան տիրություն անի ու հանգարց այս մեր ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանի մազին չկպնի։ Ինչ տեսանք մենք Քոչարյանի ժամանակ։ Զենքը բանի Ղարաբաղի զենքը բերեց մեր վրան, ես մի կրակեցին ոտից ինչ եղավ։ Տո փշալարերով բանով։ Չէ, փշալարերը բերեց մեր վրան երեխես Բանգլադեշից բոտով են գալի, այ Քոչարյան, այ Սեյրան Օհանյան, այ Սերժիկ, այ կռիսներ դուք ով եք, որ եկել եք հիմի քննադատում մեկ։ Հա, ես ճիշտ եմ ասում։ Հա, ինձ ասում են, հա, օրինակ ինչ է, Նիկոլը քեզ ինչքան փող ա տվել, որ Նիկոլի համար։ Ես միջև Նիկոլի վարչապետ եղնել եմ, ես սիրում եմ ճիշտը։ Լրագրող եղել է, ես հարգել եմ, սիրել եմ, միջև իմ էլ հարգում սիրում եմ։ Ռոբերտ Քոչյանը, որ հիմա իր տղայի հետ երիտասարդների հետ հանդիպում է, երիտասարդներին ներկայացնում է, որ ասում է իր կառավարման տարիներին ինքը բերել է խաղաղություն, տնտեսական աճ, թոշակներն է բարձրացրել, ուսուցիչների աշխատավարձները տվել։ Այ դուք ինչ եք տեսեք, խնդրեմ այդ։ Ես Քոչարյանի ժամանակ ստացել եմ 29000 դրամ թոշակը։ Ես չգիտեմ։ Հիմա ապրեն։ Ով որ ընկել է այս ղեկավարությանը բանը ասում, գալատ են անում։ Այս ազգն էլ ծախվող է, հետ փողը ցույց են տալի, մեռան էլի, փող բաժանելով ու բռնվեցին։
Ես հա մեռնեմ կյանքիդ։ Էս եմ ես ասում։ Այս զգացողություններ ունեք։ Հիմա շրջում եք, հա, ոնց հասկացա, նայում եք նոր սպառազինություն, այն զգացողություններ ունեք։ Ոյ, հուզմունքը շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ։ Մենք պետքա լինենք պաշտպանունակ ու մեր բանակը պետքա միշտ այսպես ծաղկի, հզորանա, շատ ուրախ եմ։ Այ օրինակ երեք Սեյրան Օհանյանը նախկին պաշտպանության նախարար հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե զրոյից բանակը կառուցում է, այլ զրոյական կետի է տանում։ Այն ինչպես կգնահատեք այս խոսքը։ Դե իր կոկոշների համեմատ հնարավոր է այս սպառազինությունը զրոյական կետը։ Սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք նկարանումները եւ փորձում ենք ողջել մեր հեռուստադիտողներից, մեր համակարգացիներից արդյոք իրական տեխնիկա է, ռազմական տեխնիկա է թե ոչ եւ ինչպես կարող եք նկատել ընդամենը 2.5-3 մետր հեռավորությունից մեր քաղաքացիները հնարավորություն ունեն տեխնիկան իրենց աչքերով տեսնելու եւ զգալու եւ ինչու՞ չէ նաեւ իթեթև հնարավորություն կա նաեւ շոշափելու, որ իսկական տեխնիկա է գտնվում Տիգրան Մեծ փողոցում, ոչ թե ինչպես նկարագրում են քոչայանական ալիքները, որ մուլյաժներ են տեղադրված Տիգրան Մեծում։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին ձեր էկրաններին տեսնեք Տիգրան Մեծ փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ զբոսնում են Տիգրան Մեծով եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է նոր գնված սպառազինությանը հետ։ Вообще план байгивар։ Եթե սինխրոնի ձևնի կգաս մոտիկանանք այնտեղ։ ده حزب وطني؟ أفضل باكي ورحنا حسب وين؟ ده مش ده رئيس البلد؟ شكله ما نعرفوش محمد بن زايد هو ماشي هاتس. بيقول عادي مع السيسي كده ولا فارق معايا طب انت راجل قرب منه عادي عادي يا باشا يا باشا بس الفرق بص بص ايه مش المفروض يسقفوا له يزمروا له طب هو مين ده اصلا؟ طب الاحتفال ده بتاع ايه؟ احنا بنعمل ايه؟ Սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք վարչապետը նստեց Սիզարի ղեկին եւ հիմա փորձարկում է, անձամբ է փորձարկում նոր գնված զին տեխնիկան։ Ստուգում է ապակու հաստությունը, հարցեր է տալիս պաշտպանության նախարարին։ اه ده سق عربيه سايق العربيه Այստեղ փողոցը ամբողջությամբ մարդաշատ է, թե Հայաստանի քաղաքացիները, թե հյուրերը այստեղ լուսանկարում եւ տեսանկարահանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Սուրեն Պապիկյանին։ اه برايم مينستر والله هو اللي لابس كاب ده صح؟ لا نصور انا عم يا ابني بطل بقى يا ابني بطل بقى Մենք տեսնում ենք վարչապետ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանին, ինչպես նաեւ Ալեն Սիմոնյանին։ Նրանք շարժում են առաջ Տիգրան Մեծով, զրուցում քաղաքացիների հետ, ողջունում սպաներին եւ վարչապետը ծանոթանում է նոր տեխնիկայի հետ։
Հայաստանի Հանրապետության անկախ Հայաստանի պատմության մեջ նմանք երբ առաջին անգամ է տեղի ունենում, որպեսզի տեխնիկան տեղակայվի Տիգրան Մեծ փողոցում զորահանդեսից հետո եւ քաղաքացիները հնարավորություն ունենան մի քանի մետր հեռավորությունից վայելելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է ձեր տրամադրությունը, այն զգացողություններ ունեք։ Լավ, հզորանում ենք։ Տարեստարի հզորանում ենք։ Այս զգում եք Հզորանալու ենք։ սպառազինությունը, որ ավելացել է Զգում եմ, ոչ չեմ զգում։ տարբերությունը։ Ահավոր ձևի զգում եմ։ Բայց օրինակ նախկին իշխանությունը ասում են սա մուլյաժ է տեղադրված, ամբողջ հրապարակով մեկ մուլյաժ է անցել։ Թող նախկին իշխանությունը այսպես մուլյաժը իրանք տեղադրեին, եթե կարում էին այն թվերին։ Թող այսպես մուլյաժը իրանք տեղադրեին, եթե կարում էին իհարկե։ Օրինակ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանն ասում էր անբարոյականություն է նման շքերթը անցկացնել։ Այն ինչպես կգնահատեք։ Ռուբեն Վարդանյանին ես հարգում եմ, ճիշտ ասած, չգիտեմ, կարող է ասում որ Բաքվի բանտում հիմա գտնվում են սպաները եւ հիմա շքերթը անցկացնելը դա անբարոյականություն է։ Շքերթը անցկացնելը, բայց ժողովուրդը չտեսնի, որ օր-օրի զարգանում ենք, ընշի, բայց չտեսնի, որ զարգանում ենք, ոչ թե մինուս են գնում, ոնց որ ասած։ Այդքան ինչ ասած։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհավորում ենք ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ Այն զգացողություններ ունեք, որ տեսնում եք այս նորագույն տեխնիկան։ Հպարտ։ Այ 2016 թվականի շքերթից հետո տարբերություն զգում եք սպառազինության մեջ։ Շատ մեծ։ Իհարկե։ Շատ մեծ տարբերություն կա։ Օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը 0-ից բանակը կառուցել է, այլ բանակը տանում է դեպի 0, ինչպես կգնահատեք օրինակ։ Դե հենց մենք շատ փոքր ենք գնահատել, բայց ամեն մարդ իր կարծիք ունի։ Նաև որպես քաղաքացիներ, ովքեր ներկա են այստեղ եւ տեսնում են իրենց աչքերով մոտիկից տեխնիկան, օրինակ ընդդիմադիր գործիչները ասում են բերել են մուլյաժ են ներկայացնում ժողովրդին։ Ինչ ուզում են թող ասեն, հո ասելով չի։ Հաստատ տեսնում ենք, ասելու բան չկա։ Եվ այսօր ձեր ընտանիքով եկել եք ձեր թորնիկին օրինակ պատմում եք, հա, ներկայացնում։ Հա, ինքն է պատմում մեզ։ Ինքն է պատմում։ Այդտեղ ներկայացնում է մեզ զենքերը։ Մի հատ առավոտը հեռուստացույցով տեսավ, հիմա էլ սենց։ Այնքան ուրախ ենք, չափ սահման չկա։ Ինչ զգացողություններ ունեք հիմա այ որ տեսնում եք, ասում են օրինակ մուլյաժներ են, նախկին իշխանությունները ասում են մուլյաժներ են բերեցուց տալիս։ Նախկին իշխանությունների ինչ կապ ունեն այս ազգի հետ, նրանց իրաց գրպանի հարստությունը պահելու համար են հաչում, խեք ուշադրություն դարձնում, չեք տեսնում ինչ Քոչարյանը ինչ կապ ունի հայ հետ։ Ինչ գաղափարի համամիտ չեք դուք։ Դե այո, ասում են Սաիդի որդին է։ Արա ցավը տանեմ, նրանք մտածում են մենակ իրաց հարստությունը, գիտեմ որ այս երկիրը ինչքան այս ուղղությամբ գնա դեպի եվրոպականացում, ինչքան հզորանա, իրաց քարը չի։ Իրանի սա խլելու են։ Նրանք իրաց սեփական գրպանների համար են պայքարում, իրաց կապ չունեն հայ հետ։ Հայ հետ ինչ կապ ունի, իսկ հայերեն խոսերն չեն իմանում, են երեքից որն է հայ կարում խոսի, դրանց որն է հայկական մշակույթի ծանոթ, ինչ ասեմ, չգիտեմ, էլ ինչ ասեմ։ Օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեք եթերում հայտարարեց, ասում է Նիկոլ Փաշինյանը բանակը ոչ թե զրոյական կետից է կառուցում, այլ տանում է դեպի զրոյական կետի։ Իսկ Բաքվի բանտից էլ օրինակ Ռուբեն Վարդանյանը հայտնեց, ասում է անբարոյականություն է, երբ սպաները Բաքվի բերդում են նման զորահանդես անցկացնելը։ Սեյրան Օհանյանի ժամանակ բանակը ինչ վիճակում էր։ Բանկակասերվի բանկաներով էին դնում, որ զինվորը իմանա, որ տեղից ազդանշանկական չկա։ Իր ժամանակ ինչ բանակ։ Ես հարուձեի բարեկամներ ունեմ, ընտանիքի անդամներ ունենք, մենք էինք բավարարում տրանց այդ հագուստը, արտաքին հագուստը, ներքնա հագուստը, ամեն ինչ մենք էինք տնից բավարարում, սնունդը, բանակ այն ժամանակ բանակ որտեղից, բարդակ էր այն ժամանակ, բանակ չկար։ Դե օրինակ ինքը ձեզ հակադարձում է որպես հանրապետության քաղաքացի, ինքը ասում է զինվորը ամեն ինչ ունեցել է եւ հավելում է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ունեինք 1945 թվականի զենքեր, եթե այդ զենքերը վերանորոգվեր կկարողանայինք կռվել եւ հաղթել Ադրբեջանում։ Ինձ ասեք մի մարդ ընդդիմությունից, որ այսօր իրոք գոհ է այսօրվա վիճակից, ընդդիմությունից ասեք մեկ մարդ,
Դուք ասեք։ Իրանք ինչ պետք է ասեն, իրանք ասելու երին չունեն, իրանք ասելու թեմա չունեն, սա է, փնովում են նախկիներին առանց հենակետի, հենարան չունեն, ասում են, ես այդ շատ բան կարամ ասեմ, բայց մարդիկ չեն տեսնում, իրանք իմանում են, թե այսօրվա ժողովուրդը խոտ է ուտում, այն ժամանակ ոչ ընտրություն կար, ոչ ով էր հաշում մարդու ձայնը, մարդու իրանքները ոտնահարված, փողոցում ինչ չասես անում էին, թե ուժայինները, թե նենց, նետենից իրանք իշխանությունները, ոնց էին վերաբերվում ժողովրդի հետ, 80 տարեկան եմ ես ամեն ինչ տեսել եմ։ Այ դուք խոսեցիք Ռոբերտ Քոչարյանից, հիմա երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ինքը ասում է, այո, ինքը ասում է, բայց օրինակ երիտասարդների հետ որ հանդիպում է, ինքը ասում է ես խաղադրույք անում եմ երիտասարդների վրա, իրենք են ձայն տալու եւ փոփոխություն է լինելու հենց երիտասարդների շնորհիվ եւ ներկայացնում է երիտասարդներին, որ իր կառավարման 10 տարիներին եղել է պատերազմ, չի եղել, խաղաղություն է ինքը բերել, տնտեսական աճ, թոշակներն է բարձրացրել, ուսուցիչների գումարն է տվել, այ դուք որպես ավակ սերնդի ներկայացուցիչ, իրական ականատես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների դուք հենց հիմա ծիծաղում եք, կարծում եմ հիշում եք ինչ է թե։ Կարա այսօրվա երիտասարդներին այդ բաները ասել, որտեղ այսօրվա երիտասարդություն չի տեսել, չի իմանում, ես բայց զարմանում եմ դրանց ծնող չունեն, դրանց պապիկ տատիկ չունեն, որ ասեն իդ ինչ եք անում, ում հետևից եք գնում, ում հետևից եք քարշ գալիս, ամոչի նյուժելի դուք այս երկիրը ծախում եք, մեր պետականությունը, մեր անկախությունը, մեզ այսօրվա առաջընթացը, ծախում եք 200,000-100,000 դրամով, չեք սատկում բա դուք, ինչ ասեմ ես, ասելու բան չկա, ինչ կան ասես։ Եվ նաև ասում են Արցախի հարցը մենակ իրանք կարան լուծեն, հենց կան իշխանության լուծելու։ Վայ, տեսար, Քոչարյանի իր կենթանի օրոք, ստեղից բյուջեից փոխանցում էին Արցախ, իրանք դեղից գողանում էին, ինքը ոնց կարա Արցախ զարգացնի, Արցախի մասին ընդանուց իրանք ինքը իրավունք չունի, Արցախի առաջին նախագահը չեմ անում ինչ, ոչ մի բան չի կարա ինք խոսի, ոչ մեկը, ընդդիմության մեջ ես նորմալ մարդ չեմ տեսնում, բացի իր սեփականությունը պահպանելու համար, այսքանը։ Ողջույն Արամ, շնորհավորում եմ քեզ եւս Հանրապետության տոնի արդիվ, այսօր մեր նկարանող խմբերով մենք վաղ առավոտից հետևում ենք Հանրապետության հրապարակում տոնական զինվորական շքերթին եւ մեր հայրենակիցներին ենք ներկայացնում այն զինատեսակները, որոնք ձեռք են բերվել մինչև 2026 թվականը, 2018-ից մինչև 26 թվականը, սակայն ընդդիմադիր գործիչները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Վիկտոր Սողոմոնյանի գլխավորությամբ հայտարարում են, որ սրանք իրական տեխնիկաներ չեն, իրական դրոններ չեն, այլ ընդամենը մուլյաժներ են։ Ողջույն Արտուր, ես եւս օգտվելով առիթից շնորհավորում եմ բազմաչարչար հայ ժողովրդին մեր անկախության տոնի կապակցությամբ, ինչ վերաբերում է Արցախից Մազապուրց եղած եւ իր հորական շիրիմը Թուրքիային հանձնած Քոչարյան Ռոբերտին եւ նրա այդպես թայֆին, իմ կարծիքով Քոչարյան Ռոբերտը եի սխալվել է, երբ գրում են թղթից է, երևի Լևոն Քոչյանի գլուխն է արա թղթից, Ռոբ։ Տեսրանց ինչ ասես, անգամ է սուրբ հորով Արտուր փորձում են պարակտեն հայ ազգին, փորձում են իրենց բնորոշ այդպես ադրբեջանա-թուրքական ձևով, դրանց մեջ Գենիրյանը ասում է, ինչ ուզում է Սարա, ասում է բիջ Սաիդի բջի, Գենիրյանը միշտ ասում է եւ նաեւ անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական տարաձայնությունից այս նորից եմ նշում, այս սուրբ հորով նրանք եւս մեկ անգամ ինչպես եւ պատերազմում էին, կհիշեք լծված պետության դեմ էին գործում, այդ Միշիկով, իրենց ֆեյքերով, Քոչարյանով, չէ, վաճառած է պատերազմը ծախած է, նույնը հիմա են շարունակում անեն, ի՞նչն է թղթից։ Հիմա հենց այդտեղ մենք ուղիղ եթերում կանգնած ենք։ Քոչարյան Սողոմոնյան Վիկտոր կարող է կանգնած համապատասխան տեղն է թղթից, տեղյակ չէ, Սարա, լրփի տղա։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ, որ այս սուրբ հորով հայ ժողովուրդը եւս մեկ անգամ, քանի որ վերջերս կլիզմայի չէ՞ է խոսում Ռոբերտ Քոչյանը, Սիուշոյին ու Լևոն Քոչյանին ու իր ընտանիքին կլիզմա արեց հայ ժողովուրդը։ Ու միշտ էլ տենց է լինելու։ Իսկ այդ կլիզմայի երկրորդ փուլը լինելու է հունիսի 7-ին, երբ Ռոբերտ Քոչյանին Վիկտոր Սողոմոնյանի հետ տանելու ենք շպրտենք Սովետաշենի Զիբիլյանոց։ Իսկ ինչ վերաբերում է մեր բանակին, մեր սպառազինությանը, խնդրեմ Արտուր, մի հատ
մեր սպաներին, մեր զինվորների համազգեստը նայեք, մի հատ վիճակը նայեք ու համեմատեք։ Ես 2017 թվականին հիշում եմ, որ գնացել էի պաշտպանության նախարարություն, Վիգեն Սարգսյանին պետքա տեսնեի, այն ժամանակ նախարար էր, բայց չհաջողվեց տենայի, որտեղ փախած էր, կնգա համապատասխան երևի ներքնազգեստի մեջ էր մտել Վիգենը, որպես բանակում էլ անգամ չէր ծառայ, նախարար էր նշանակի այդ տուֆտին։ Դե Սերժի կադրը ինչ պետք է լինի։ Ու հիշում եմ այն ժամանակ մեր սպաներին, ճղած, նայում ես մայոր փոխգնդապետ, ճղած ինչ-որ ֆորմեկով, բանով։ Դա ասում եմ 2017 թվականին ես իմ աշկերով ես ականատես եմ եղել։ Ու հիմա հելե հաչում են։ Բա դուք այդպես ուժեղ տղա եք 30 տարի տեսանք մեր բանակի վիճակը ինչ էր։ Տուշոնկա եք գողնում արա։ Անկամ տուշոնկա են գողնում։ Այն ինչ ասես դրանց։ Հիմա կարգավորվում է, վիճակից դուրս են գալիս իրանց պատճառով ենք մենք պարտվել պատերազմը, բայց դասեր ենք քաղել եւ այդ դասեր քաղելու արդյունքը այսօրվա այս զորահանդեսն է։ Եվ նորից եմ նշում, փոխանակ այս սուրբ օրով, մեր անկախության օրով չհաչան, գոնե քաղաքական տարաձայնություն դնեն մի կողմ, էլի փորձում են ինչ-որ հեքիաթներ պատմեն, թղթից, ի՞նչն է թղթից։ Սիուշոյի գլուխն է թղթից, Ռոբերտ Քոչարյան։ Արամ եւ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է եղել Հանրապետության տոնի առթիվ եւ նշել է, որ բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը այսօր ցավոք լքված զավակը։ Դե իմ կարծիքով երևի Սերժիկ Սարգսյանը սեր ունի, չէ, ասենք խաղամոլության եւ այնտեղ այլ բաներ հետ, եւի դոզեն շատ է արել այդ Լիլիպուտը, ինչ ասեմ ես Սերժիկ Սարգսյանին, Արտուր տեսել ենք, չէ, ինքը ով է, մտել է հիշեք, հիմա դրա ընտանիքին մատ նայեք։ Մի աղբերը Իսպանիա է փախել, այն մի աղբերը Բեյրութ մտել է շիշը, հյուրանոցի ֆոյում խմում տակն է անում։ Երևանի կեսն Սերժիկինն է։ Ու Սերժիկը այսօր բանակից է խոսում։ Սերժ Սարգսյանի իրավունք չունի ընդհանրապես ապրի էս երկրում։ Մենք գնացինք իր տունը նկարեցինք, չէ՞, բանով, հոսանք քաշած։ Քանյա տանկ կարար առնել այդ տան մենակ Պարիսպի փողով Սերժիկը։ Այսօր ֆիքս դուրս է կուրաժի տալնում, հայտարարություններ է անում։ Ես ինչ ասեմ, Սերժ պատմեմ, թե Ռիտային ինչքան փող են տվել, կնգատ ինչքան ով է զանգ է, որ զանգում էր Խաչատրովին, որ բանակից երեխա ազատեին։ Պատմեմ արա։ Ինչքան տուֆտա երկիչու այդ Զիբիլի վրի կատու կար, զանգում էր սրա Ռիտա Ալեքսանդրովնային, որ պերևոդ էր անում, պատմեմ արա։ Այդ դեղցերով բարիկ, թե դուք ով եք։ Արամ ինչ հարցնամ Արտուր, Սերժիկին, որ բանակի մասին է խոսում, աղբորը տղեկի բանակում չեն ծառայել, լրբի տղա։ Հարց եմ տալի պաշտոնապես Արցախի հերոսին իքնել պաշտպանության նախարարը երկի ղեկավար այն ժամանակ եղել։ Աղբոր տղեկի բանակում չեն ծառայել։ Այն դաունները։ Այն որ բանը մեթադոն է ստանում այն մեկը, այն Սաշիկի թուլեն։ Բեյաներս բացել չտակ։ Սերժիկ դու իրավունք չունես այս ծպտուն հանելու։ Կգանք կշպրտնենք այդ Մելիք Ադամյանից դուրս քեզ։ Մի հատ կաբինետ է մնացել, այնտեղ էլ մտնում ես բանը, զրահապատ դռներով, բանով, թե ումից է էսի փախածում, չեն ինքը լավ էլ գիտի։ Փեսուց քիչ ես պատմում, արա միշիկից։ Համբալ։ Արամ եւ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանի թիմակիցներ ասում են, սա տոնա զորաշքեր չի եւ պետք չէ ներկա գտնվել այս շքերթին, իրանց մենակ 2016 թվականի շքերթն է իրանց գլխավորությամբ անցկացված եղել իրական եւ այն ժամանակվա զինատեսակներն են իրական եղել եւ նաեւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեք հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակը զրոյական կետից է կառուցում, այլ բանակը տանում է դեպի զրոյական կետի։ Արտուր Սեյրան Օհանյանին ես ինչ ասեմ, դուք տեսել եք դրան։ Դա իրանից ինչա ներկայացնում ընդհանրապես Սեյրան Օհանյանը։ Պատկաբլուշնիկ, այդ Սեյրան Օհանյանը թո պատմի այդ կանգա 100-ից սունկին ուրս է առե։ Ինչա ծախ է որ առել այդ վիժվածքը։ Ու այս վիժվածքներին նորից եմ նշում Արտուր, սրանք տեղ չունեն այս երկրում։ Իրանց տունը եկն է որոշում, սրանց ինչ ասես։ Վզին դրել էր ռուզիկը, բանակի փողերով գնացել բաներ, բիրկին սունկա էր առնում, այսօր բանակից է խոսում, կամ 16 թվի դեպքերից որ խոսում ենք ապրիլյան։ Ես համաշխարհային պատմություն ուսումնասիրել եմ, չեմ տեսել մի դեպք, երբ տարածք կորցնես, ասես հաղթել ենք։ Դե մենակ Սերժը կարա միշիկի հետ ասի։ Ինչի մասին է խոսքը։ Չենք տեսել ինչ ա եղել։ Ոնց որ 20 թվին էին թռել այդ Ղարաբաղցիք, նույնն էլ 16 թվին։ Հայ զինվորն այնտեղ կռվե։ Հիմա եկե հեքիաթներ են պատմում, բանակից են խոսում։
Արամ եւ օրեր առաջ Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էր եւ նա Բաքվի Բերդից ձայնագրություններ ուղարկի եւ ասում է բանակը կառուցում են ոչ թե փողով, զենքով, այլ բարոյական ու հայրենասիրական հոգով մայիսի 28-ի շքերթը անբարոյական է, երբ Բարդի ներողություն Բաքվի Բերդում են գտնվում սպաները Արցախի։ Ասենք ով մահացական Լևոնն է սպա, որ ուլի պես գերի հանձնվավ, կամ Արայիկ Հարությունյանը, Վարդան Ռուբենին խորհուրդ կտամ բարոյականությունից ցանպես դասեր չտամ, բայց որովհետև եթե նա բարոյականությունից խոսար, ամերյա բանկով չէր բերել ժողովրդին տոկոսի տակ գցեր։ Թո դրանից խոսա։ Իսկ ինքը խիանդե հայտնվե։ Ես բացահայտել եմ, ներկայացրել եմ, թո պատմի թե Չեմեզովի հետ ինչեր էին պայմանավորվել, որ իրան շպրտել էին Ղարաբաղ։ Հետո էլ ասում էին կգաս Հայաստան վարչապետ կդառնաս, թո Վարդան Ռուբեն դրանից խոսա։ Բախի չի խոսում, թո պատմի։ Արամ եւ նախկին մոլի ԿՊԱ-ական Հակոբ Ասլանյանը այսօր հայտարարեց, որ սա շոու է ոչ թե զորահանդես, այդ զենքերով դու չես կարող Ադրբեջանի դեմ ձեզ կուլ կտան ուղակի։ Ես ցանկություն չունեմ այդ մարազմատիկ բիզուն անդրադառնալու, նա ընդհանրապես իրանից բան չի ներկայացնում։ Դրան ինչ ասեմ ես։ Ուղղակի ժամկետնանց ապրանք, ուրիշ ոչ մի բան, քաղաքական տեսանկյունից, թող հանգիստ իր համար մի երկու ամիս է մնացել, ինչեւ հանեն շպրտեն դուս ազգային ժողովից։ Ինչ ասեմ։ Թող գնա Աղազան Հովիկի հետ ոչխարի գործ անի։ Եթե փող պետք է, փող տամ, թող նրան ոչխար ծախեն։ Արամ եւ դու ինքդ ներկա գտնվելով այստեղ տեսար նաեւ մեր նոր ձեռքբերված սպառազինությունը, այ կխնդրեմ նաեւ գնահատականը տաս այսօրվա դրությամբ ինչպիսի սպառազինություն ունի Հայաստանը։ Իհարկե ես չեմ ցանկանա որ սա կիրառվի, երբեք թող միշտ խաղաղություն տիրի, ինչպես մեր հայ ժողովուրդն է պահանջում, որովհետեւ ասում են 30 տարի մենք այդ խաղաղությունը չենք տեսել, ամեն օր եղել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ամեն օր մենք զոհեր ենք ունեցել հենց Արցախում եւ ասում են վերջապես խաղաղություն է տիրում եւ ուզում եմ որպեսզի այդ խաղաղությունը միշտ պահպանվի։ Արտուր, տեսեք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք ձեռք ենք բերում գերժանակակից զինտեխնիկա, ֆրանսիական արտադրության, հնդկական արտադրության եւ նաեւ այս համատեքստում իշն է կարեւոր, որ ավելի լավ ձեռք բերես քիչ քանակի պիտանի ժանակակից զինտեխնիկա, որը որ կարող ես կիրառել եւ արդյունքի հասնել, քան թե տեսանք Սերժի ժամանակ ինչ էին անում։ Սպիսա տարած են սովետական բանկում ինչ էր մնացել, տալիս էին սրանք էլ են պատրոն դավո բանման, փող էին աշխատում, ասում էին, այսքան միլիոնի բան ենք բերել։ Բա ուր էր։ Բա Սերժիկ ուր էր կրվի ժամանակ։ Մտել էր Ռիտայի համապատասխան տեղը։ Այդ ասում են միլիարդների բան եմ արել։ Խփում էր ծուր էր կրակում։ Իրանք ի տարբերություն մեզ որ բանկում չեն ծառայել, տեղյակ չեն եղել ուղակի։ Իմ ավտոմատը 70 քանի թվի էր, Աֆղանստան էր վրան գած։ Տեսել ենք, չէ՞ մենք եղել ենք ընդ։ Պահում էր ընդ էր կրակում։ Հիմա ինչ ասես սրանց։ Նորից եմ նշում Սերժիկը, Ռոբերտ Քոչյանը եւ իրենց այդ թայֆեն։ Սովետաշենի Զիբլյանոցը իրենց սպասում է հունիսի 8-ին։ Մենք եթե պետք է լինի, մի հատ զինվորական այդպես բան կվերցնենք, ամենագնաց պիկապ։ Ոնց որ իրենց ընկերներին չտրցին պիկապը տարան գերին Բրախին Բաքու, նույնն էլ իրանց տանելու ենք Բրախենք Սովետաշինի աղբանոց, իրանց ընտանիքներով հանդերձ, որովհետև սրանց ընտանիքները մաս են կազմում այս կոռուպցիոն, այս հակապետական ռեժիմի։ Արամ եւ քանի որ շարունակվում է նաև զուգահեռ քարոզարշավը եւ օրերս Ռոբերտ Քոչյանը հայտարարեց, որ եթե իրենց ձայները չհասնեն իրենց եւ իրենք չընտրվեն, ապա դուրս են գալու փողոց եւ հեղափոխություն անեն եւ վերջերս Ռուսաստանի Դաշնությունը օրենք ընդունեց, որ եթե Ռուսաստանի քաղաքացիների որևիցե մեկին որևիցե պետությունում վտանգ սպառնա, ապա Ռուսաստանը իր զինտեխնիկավ կներխուժի այդ պետություն եւ կփորձի հարցեր լուծել եւ հիմա մեր հայրենակիցները մտավախություն ունեն, որ հնարավոր է արդյոք ընդվզումներ կազմակերպեն Հայաստանում եւ 102-րդ ռազմաբազայից փորձեն զորք անել ժողովրդի դեմ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ոչ Արտուր, դա Ռոբերտ Քոչյանի կողմից այդպես հանրային դաշտ նետված կեղծ նարատիվներով, որպեսզի ճնշեն մեր հասարակությանը, փորձեն ճնշումներ գործադրեն։ Մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, թող Քոչյանը հույսեր չունենա, ինչ վերաբերում է իրան փողոց դուրս գալու, սպասում ենք բա։ Բալե հելի փողոց արա։ Դրանք ում մերնա տղա բերե։ Կարա Սիրուշոին այն թորանտ, այն որ ռուսից ածանվե, ձեզ էշի տեղ եք դրել։ Այդ թորներից վեկալ, հարցներից վեկալ հելի փողոց։ Սպասում ենք հունիսի 7-ին։ Վիժվածք։
Շնորհակալություն Արամ քեզ, սիրելի հայրենակիցներ, իսկ մենք շարունակենք զրուցել մեր քաղաքացիների հետ, որ պարզենք համակարծիք են այսօրվա անդիմության հետ, թե ոչ։ Արդյոք այստեղ տեղադրված է ոչ թե իրական ռազմատեխնիկան է կայանված, այլ մուլյաժներ են Տիգրան Մեծ փողոցում։ Դե սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտից ձեզ համար աշխատեցինք ուղիղ եթերում, ես եւ մեր օպերատորը քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում մեր հայրենակիցներին ներկայացրեցինք Գեր շքեղ զորահանդեսը, որը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, այնուհետև զորահանդեսի տեխնիկան, ռազմատեխնիկան տեղափոխվեց Տիգրան Մեծ փողոց եւ այստեղ մինչեւ ժամը 12:00-ն տեղակայված է լինելու եւ մեր հայրենակիցները հնարավորություն ունեն մոտենալու եւ մոտիկից տեսնելու, զգալու, նաեւ ինչու՞ չէ լինում են դեպքեր, երբ մեր ոստիկանները, մեր իրավապահները թույլատրում են նաեւ շոշափելու, քանի որ ընդդիմադիր գործիչները, նախկին ղեկավարները հայտարարեցին, որ սա մուլյաժներ են տեղադրված այստեղ եւ ոչ թե իրական զենքեր են, ինչպես նաեւ Բաքվի բերդից Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ երբ ռազմագերիները Բաքվի բերդում են, անբարոյականություն է նման զորահանդես անցկացնելը, իհարկե մենք մեր սիրելի քաղաքացիների հետ զրուցեցինք, նրանք հակադարձեցին, բոլորը ուրախ են, բոլորի տրամադրությունը գերբարձր էր, բոլորը ոգևորված են, որ նման զորահանդես անցկացվեց այսօր մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դե ինչ այսքան ենք նախատեսել ձեզ համար, ձեզ հետ աշխատեցին քաղաքագետ Արամ Ավետիսյանը, ես Արթուր Զբարի եւ խաղաղագիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։ Ուշադրություն, ուշադրություն, խոսում է Հայաստանը։ Հայաստանն է խոսում։ Խոսում է Հայաստանը։